So գելած բավական ուժով է Թունդ վիսկին հենց իր պատրաստածն է համտեսը Լոս Անջելեսի սեփական մառանում, որտեղ մեր հայրենակից Քրիս Աղայանն արտադրական ցիկլի ավարտին տակառներում քնեցրել է ալկոհոլային խմիչքը։ Շոտլանդացիների հորինած կյանքի ջուրը նա թորում է 2 ամերիկյան ու հունգարական բաղադրատոմսով։ Ամեն տարի քանակս ասենք մի 200-300 լիտր վիսկի եմ սարքում, 4 անգամ այս կարասներից ես մարքետ եմ տվել եւ ամենը ծախվեր է, մի բան չկա մարքեթում մնացած։ Աղայանն անկեղծանում է հաջողության համար պարտական է ճակատագրին։ 1986 թվականին, երբ Քուվեյթից ԱՄՆ եկավ, ստիպված էր մասնագիտական համակարգչային էլեկտրոնիկ ուղղվածությունը փոխել բիոքիմիայով, սովորեց, դարձավ բժիշկ, աշխատում է։ Միայն թե կոլեկցիա հավաքելու հոբին նրան ուրիշ աշխարհ տարավ։ Վիսկիներ կան ստեղ, որ մեհատիկ են եւ վեճ են։ Օրինակի համար մի հատը Port Ellen, այս գործարանը չկա էլ։ Հետաքրքրվեց, փորձեց 2014-ից արդեն լիցենզիա ստացավ ու վիսկիի արտադրություն սկսեց։ Ալկոհոլը շատ խիստ կոնտրոլերած բան է Ամերիկայում, որ արտադրելը դժվար է, մի քիչ, բայց ես շատ հույս ունեմ օրը հայկական կոնյակի կարասներ օգտվեմ իմ վիսկիս համար, կարծեմ շատ հետաքրքիր բան է լինի։ Վիսկին բաժակներում կոնյակի պես ոտիկներ ունի, ցույց է տալիս գույնը, թափանցիկ սպիրտը տակառներից է վերցնում։ Դրանք հիմա ըստ հնության հավասար շարված են դարակներում, որ սեփական ձեռքերով է հավաքել։ Արդյունքի համար շնորհակալ է իր աշխատասիրությանն ու իհարկե գարու նախընտրելի սորտին կատակում է։ Մի խոսքով այս էլմայս ԱՄՆ-ում բավական շատ սպառվող վիսկիների շարքում Աղայանի ապրանքանիշը մեծ ճանաչում է ստացել սկզբում պարզապես գնորդների, ապա մասնագիտական ժյուրիի գնահատականի շնորհիվ։ Կարող է հանգիստ մրցակցել վիսկիի հին համաշխարհային բրենդերի հետ, ասել են։ Արժանացել է 2 ոսկե մեդալի։ Որ իմանում են վիսկիներս 6-ից 7 տարեկան ավել չեն եւ իրանց համը համեմատում են 18-20 տարեկան իրանց վիսկիների հետ, այդ առաջի զարմանքը։ Հետո պարզապես մենք Լոս Անջելեսում եմ, եթե իմանում են հայ ես, պարզապես ավելի են սիրում։ Քնած տակառներից որոշները շուտով հատուկ ամաններ կդատարկեն, որ շշալցեն։ Մինչ շատերը սպասում են բժշկի վիսկիին, ինքը գնահատում է ամերիկյան շուկայում հայտնվող հայկական ալկոհոլը։ Գինիները այդքան ծանոթ չեն, բայց օրինակի համար կոնյակները, որ ունենք, հիանալի են։ Հերմինե Բաղդասարյան, Հակոբ Փափազյան, լուրեր։